Բաքվում պաշտոնապես հաստատել են տեղեկությունը այն մասին, որ ստացել են Վրաստանից այդ երկրի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբականակը անվճար տեղափոխելու առաջարկը։ Սակայն ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն կանոնավոր տարանցման սակագնի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են եւ վրացական կողմի առաջարկած բարձր սակագները կարող են խանգարել հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությանը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, դու դեռ երեկ ասացիր, որ որոշ տեղեկությունների համաձայն Վրաստանը կարող է ադրբեջանցիներից 40 անգամ ավելի բարձր գին պահանջել, քան դա Փոթիի կամ Բաթումի դեպքում է։ Սա արդյոք կարող է դիտարկվել որպես հակահայկական քայլ Վրաստանի կողմից։ Չեմ կարծում, պարզաբանեմ ավելի ուշ ինչու, իսկ մինչ այդ պարզաբանեմ, որ իհարկե կանոնավոր տարանցման սակագնից կախված է այն, թե արդյոք ադրբեջանական նավթամթերքը մրցունակ կլինի հայկական շուկայում, արդյոք կկայանա հայ-ադրբեջանական տնտեսական համագործակցությունը այս ոլորտում։ Ադրբեջանի համար չափազանց կարևոր է հաստատվել Հայաստանի էներգետիկ շուկայում, քանի որ դա նաև տնտեսական ազդեցության լծակ է, իսկ Վրաստանի հետ տարանցման սակագնի վերաբերյալ բանակցելու իրավասությունը այս դեպքում ոչ թե Հայաստանինն է, այլ Ադրբեջանին է, եւ Ադրբեջանն է հենց բանակցում Թբիլիսի հետ այս հարցի վերաբերյալ։ Եվ ինչպես երեք ընդգծեցի, այս առաջացած խնդիրները ոչ թե Վրաստանի հակահայկական կեցվածքի մասին է վկայում, այլ Թբիլիսի եւ Բաքվի միջև հարաբերություններում որոշակի բարդությունների արկայության մասին է խոսում։ Եվ ադրբեջանական իշխանամետ մամուլում մի շարք հրապարակումներ եղան վերջին օրերի ընթացքում, որում մեղադրում են Թբիլիսիի իշխանություններին ոչ բարեկամական քայլերի մեջ։ Օրինակ, Մինվալ պոլիտիկա պարբերականը իր հոդվածը վերնագրել է Թբիլիսին ստուգում է Բաքվի համբերություն։ Այդ հոդվածում ասվում է, մեջբերեմ, մի պետություն, որի տնտեսության մեջ Բաքուն տասնամյակներ շարունակ ահռելի միջոցներ է ներդրել, իրավունք չունի անտեսել Ադրբեջանի շահերը։ Իսկ թուրքական TRT հեռուստաընկերության պաշտոնական կայքում զետեղված հոդվածը վերնագրվել է հետևյալ կերպ. Ադրբեջանի եւ Բաքվի միջև հարաբերություններում սև կատու է անցել։ Այսինքն Երևանը այստեղ դեր չունի եւ Վրաստանի կողմից այսպիսի կեցվածքը չեմ կարծում, որ հակահայկական ինչ-որ քայլ արժի որակել։ Եվ պատահական չէ, որ նույն այն օրը, երբ Վրաստանի Կոբախիձեն հայտարարեց, որ այդ պիլոտային խմբականակը ադրբեջանական նավթամթերքի Հայաստան կփոխադրի առանց մաքսատուրքի, առանց որևէ սակագնի, այսինքն անվճար, նույն այդ օրը Ադրբեջանի սանիտարական ինսպեկցիան հայտարարեց, որ կարտոնի վրացական եղջերավոր անասունների տարանցումը Ադրբեջանի տարածքով, մինչ այդ արգելում էր։ Ես վստահ եմ, որ այս երկու հանգամանքները փոխկապակցված են։ Բացի այդ, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև մեկնարկել են բանակցությունները Ադրբեջանից Վրաստան մղվող գազի սակագնի վերաբերյալ։ Պայմանագիրը մոտենում է ավարտին եւ բանակցությունները այժմ ինտենսիվ փուլ են մտել։ Բնական է, որ Վրաստանը փորձում է այսպես թանկացնել իրեն այլ եղանակներով, որպեսզի Ադրբեջանից արտոնյալ սակագին ստանա։ Սա եւս վստահ եմ, որ մեկը մյուսի հետ կապ ունի։ Բայց ամեն դեպքում Վրաստանի կողմից այդպիսի արհեստական բարձր սակագին սահմանելը այսպես երկարատև պերսպեկտիվայում անիմաստ է, քանի որ եթե հավատանք Ադրբեջանի ղեկավարին, ապա 2 տարի անց արդեն երկաթգիծը կարող է շահագործվել, խոսքը Զանգեզուրի տարածքով գծի մասին է, եւ այս դեպքում Վրաստանը արդեն կզրկվի իր այդ մենաշնորից լոգիստիկ հարցերում եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տնտեսական կապերը կլինեն առանց միջնորդների։ Այսինքն դա եթե անգամ իմաստ կունենա, ընդամենը 1-2 տարվա ընթացքում հարցը կլուծվի այսպես թե այնպես։ Արտեմ, ինչ կփոխվի Հայաստանի նավթամթերքի շուկայում, եթե ադրբեջանական նավթը հասնի Հայաստան։ Ես կրկին ընդգծեմ, որ խոսքը առայժմ պիլոտային այսպես նախագծի մասին է, ինչպես եւ օրինակ ղազախական կամ ռուսական հացահատիկի դեպքում է։ Վաղուց արդեն այս պիլոտային նախագիծը իրականացվել է, սակայն կանոնավոր մատակարարումների մասին առայժմ խոսք չկա եւ հայտնի չէ կլինեն այդ կանոնավոր մատակարարումները թե ոչ եւ եթե կլինեն, ապա երբ։ Ադրբեջանական նավթամթերքի հարցում ամեն ինչ շատ ավելի դժվար է, քանի որ եթե հաստատվեն տեղեկություններն այն մասին, որ
Հայաստանը ահա այդպիսի բարձր սակագին է թելադրում, կստացվի, որ ադրբեջանական նավթամթերքը հայկական շուկայում պարզապես մրցունակ չէ եւ այդ համագործակցությունը պարզապես չի կայանում։ Բայց իհարկե Վրաստանում գիտակցում են, որ իրենք էլ պետք է խելամիտ գին թելադրեն եւ ի վերջում հավանաբար կնշանակեն այդպիսի գին, որի դեպքում ի վերջո Հայաստանի համար Ադրբեջանից նավթամթերք գնելը կլինի նույն արժեքը կունենա, ինչ օրինակ Ռուսաստանից, Ռումինիայից կամ Իրանից։ Եվ դա հաշվի առնելով վստահ եմ, որ Հայաստանի սպառողական շուկայում գին փոխվելու մասին այսպես կանխատեսումները համենայն դեպս անիմաստ են եւ ադրբեջանական նավթամթերքի արկայությունը Հայաստանի շուկայում բենզալացման կայաններում գին իհարկե չեն փոխի։ Նշեմ, որ խորհրդային տարիներին Հայաստանը Ադրբեջանից նավթամթերք ստանում էր, բայց դա եթե չեմ սխալվում ոչ թե բենզին էր, այլ դիզվառելիք միայն։ Ադրբեջանական բենզինը այն ժամանակ ավելի ցածր որակներ ուներ եւ անգամ պատերազմի ժամանակ Վրաստանի Իրանի տարածքով ադրբեջանական դիզվառելիքը հասնում էր Հայաստան եւ ըստ որոշ տեղեկությունների հայկական տանկերը լիցքավորվում էին նաեւ Ադրբեջանից Հայաստան հասնող այդ դիզվառելիքով։ Այժմ ադրբեջանցիները բարձրացրել են իրենց դիզվառելիքի որակը, այն արդեն համապատասխանում է եվրոպական նորմերին եւ իսկապես կարող է նաեւ ընդունելի լինի հայկական սպառողների համար եւ ընդգծեմ, որ դիզվառելիքը հավանաբար հենց այն ապրանքն է, որով կարելի է սկսել հայ-ադրբեջանական առևտուրը։ Դե բանն այն է, որ հասկանալի բարոյական ասպեկտները խանգարում են օրինակ խանութում ձեռք բերել մի ապրանք, որի վրա կա դրոշմ made in Azerbaijan, հա, նավթամթերքի դեպքը փոքրինչ այլ է, նախ որևէ դրոշմ չի կարող լինել, բացի այդ նավթամթերքը խառնվում է պահեստարաններում այլ երկրներից ստացվող նավթամթերքի հետ եւ սպառողը ի վերջո չի էլ իմանում, թե կոնկրետ իր մեքենայում որ երկրում արտադրված դիզվառելիքն է լիցքավորվում։ Շնորհակալություն, Արտյոմ։